կարևոր է Նախընտրական 12-րդ օրը համեմատաբար խաղաղ էր, երեկվա համեմատ։ Նիկոլ Փաշինյանի այսօրվա քարոզարշավի համար ոստիկանության մեծ ուժեր էին տեղափոխվել Վանաձոր եւ Տաշիր, սակայն Ազատի կացրանում զոհված Արամի պապիկին Փաշինյանի հանրահավաքից բերանը փակելով են տարել։ Շատ լավ, հայրիկ ջան, լավ էլի խնդրում։ Հա։ Շատ լավ։ Ջորջան, ես հիմա տրենք ադարել, ասենք ամենտեղ մի մարդ ուղարկում են, եկեք ուշադրություն չպարցնենք, հա։ Հանգիստ։ Մի փագի։ Այնուհետև Փաշինյանն անդրադառնալով հավաքվածների աղմուկին եւ իր հասցեին հնչող արձագանքներին հայտարարել է. Հերիք այդ կալուգացին են մեկը, ամեն մեկին 100,000, 50,000, մենք դեմ չեն, վերցրել եք 100,000 դրամ, եկել ներկայացրել եք, ներկայացած արդեն գնացեք, ժողովուրդ չի ունեցել։ Միևնույն ժամանակ Սամվել Կարապետյանը Ալիկ Ալեքսանյանի հետ զրույցի էր բռնվել, որտեղ նշել է. Փաշինյանը ամենին զուգահեռ անում է։ Դա նույնիսկ հիմա, եթե թվել է մի քանի գյուղերի անուններ, դա ոչինչ չի նշանակում։ Եթե Նիկոլ Փաշինյանը վերընտրվեց, ինքը կսկսի թվել Բասարգեջար, Գյոլչա, Սյունիքը չգիտեմ ինչ անվանում Սյունիքին կտա, հետո կանցնի Երևանին։ Դրա համար ենք մենք ամեն օր ահազանգում, որ այս process-ը պետք է կանգնեցնել։ Այս մարդը վախի մթնոլորտի տակ ամեն ինչ հանձնելու է։ Քարոզարշավի ընթացքում Սամվել Կարապետյանի եղբորորդին էլ հայտարարել է. Այս մարդուն բոլորով ճամփենք։ Նա adekvat չի։ Նա հավասարակշիռ չի։ Այս պաշտոնի համար չի նա։ Խնդիր կա։ Պետք է փոխենք։ Պետք է լուրջ ղեկավար կա մեր երկրի առաջնորդը։ Որ ամեն օր մենք ամեն ամիս մի լավարկում տեսնենք մեր երկրում։ Այնքան հարցեր կան լուծելու, այնքան խնդիրներ կան անելու, հեշտ են խնդիրների լուծումը։ Ռոբերտ Քոչարյանն էլ հանրահավաքի ընթացքում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց հանրությանը. Ինչպիսի ընտանիքի հայր է ինքը ուզում ունենալ կամ իր երազած հայրը կամ այն իդեալական մոդելը, որը մենք կցանկանայինք ունենալ։ Հավասարակշռված, մտածող, մարդկանց հետ նորմալ շփվող, աշխատասեր, իր աշխատանքը անող ընտանիքի հայր, թե իստերիկ, լաչար, կարծիքը 10 անգամ շաբաթը փոխող, ստախոս, ասենց կազինոյի կլիենտ եւ հարբեցող։ Արման Թաթոյանն էլ հանրահավաքին խոսել է Փաշինյանից, ապա ասել, թե ինչու է մտել քաղաքական դաշտ։ Որպեսզի օգնել մարդկանց, իմ քաղաքականություն մտնելու հայտը հենց դրանով է պայմանավորված։ Հենց դրանով է, որ ես կարողանամ, մենք կարողանանք լուծել մարդկանց խնդիրները, ինձ քաղաքականություն են բերել մարդկանց խնդիրները։ Այս զարգացումների ֆոնին նախընտրական պայքարը շարունակվում է ավելի սուր եւ բազմաշերտ դառնալ, նոր հայտարարություններով ու փոխադարձ մեղադրանքներով։ Մենք շարունակելու ենք հետևել հետագա զարգացումներին։